Դեկտեմբերի 8 1985 թվական, կարծում եմ որևէ մեկից ոչ ծանոթ ամսաթիվ եւ տարեթիվ, ես ինքս այդ ժամանակ 2 տարեկան էի, դրա համար պարզապես ոչ մի բան չեմ հիշում այդ ժամանակաշրջանի մասին, ինչով է հետաքրքիր այդ օրը եւ այդ տարին, մի հոդվածով, որը հրատարակվեց New York Times անվանի լեգենդար օրաթերթում, հոդվածը հետևյալի մասին էր, որ լեփթոփները անցյալի մասին են, լեփթոփները խաղալիքներ են, որոնք երբեք չեն հաջողելու, որովհետև որևէ մեկը չի ուզի իր լեփթոփը իր հետ քարշ տալ լողափ կամ աշխատանքից հետո իր հետ համակարգիչ ունենալ։ 41 տարի անց կարող ենք արձանագրել, որ կանխագուշակումը սխալ էր։ Ինչի եմ ասում սրա մասին, որովհետև հիմա մենք ապրում ենք սրընթաց տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջան, արհեստական բանականության պատճառով եւ սակայն նույն ժամանակ շատ են նույնանման կանխատեսումները, որ արհեստական բանականությունը դա այս պահի մի փոքր խաղալիք է, որը կլինի եւ կանցնի։ Մյուս կողմից իհարկե կան նաեւ այլ կանխագուշակումներ, էլի եթե վերադառնանք վաղեմի 80-ականներ եւ 90-ականներ, բոլոր գիտաֆանտաստիկ ֆիլմերը նրա մասին էին, որ նոր տեխնոլոգիաները մեզ բոլորից կործանելու են, ոչնչացնելու են, բոլորը նայել են Terminator 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 ֆիլմերը եւ այլն։ Եվ կա երրորդ մոտեցումը դրան, որը շատ ուտոպիստական է, որը տեսնում է նոր տեխնոլոգիայում ամեն ինչի լուծումը։ Ես այստեղ եմ այսօր, որպեսզի իմ կարծիքը հայտնեմ եւ ասեմ, որ բոլոր այս 3 տեսակետները խնդիր ունեն։ Ինչու՞մն է այդ խնդիրը, որովհետև դրանք չեն հաշվի առնում որևէ նյուանս իրավիճակի եւ երևի թե լավագույն մոտեցումը այն է, որ արհեստական բանականությունը եւս մի գործիք է մարդկության գործիքակազմում մեր ներուժը բացահայտելու եւ ազատագրելու համար։ Հենց այս մղումով է, որ Դասավանդի հանուն Հայաստանի կրթական նախաձեռնությունը վերջերս անցած մեկ շաբաթ առաջ անցած մեր միջազգային համաժողովի ընթացքում, Mindex-ի ընթացքում հայտարարեց սերունդ հեղինակային դպրոցի ստեղծման մասին։ Ինչու՞մ է կայանում սերունդ հեղինակային դպրոցի գաղափարը նրանում, որ արհեստական բանականությունը դիտարկում ենք որպես գործիք, դիտարկում ենք որպես այն դնթ, որի վրա կկառուցվի ամբողջական զարգացման եւ նոր հնարավորությունների ստեղծման հարթակը մեր երեխաների համար։ Ինչպիսին է մեր կրթական ոլորտը այսօր, խնդիրներով լի։ Այստեղ էլ մի կողմից ունենք ձգտում եւ նոստալգիկ վերաբերմունք սովետական կրթության հանդեպ, որ բոլորը շատ ուղիղ նստում էին եւ ձեռքը այսպես պետք է բարձրացնեին եւ այլն, եւ մյուս կողմից ձգտում մեկ այլ տեղից մեկ այլ մոդել բերել եւ կիրառելու։ Այստեղ էլ երկու դեպքում էլ խնդրահարույց է, մի դեպքում, որովհետեւ սովետական համակարգը չի կարող վերադառնալ, որովհետեւ սովետական միությունը գոյություն չունի եւ այն ժամանակաշրջանի համար, որի համար այդ կրթությունը տեղին էր եւ օգտակար էր եւ արդյունավետ էր, այդ ժամանակաշրջանը այլևս չկա։ Նույն կերպ կարող ենք ասել որևէ այլ երկրից ուղակի մոդել վերցնել եւ կիրառել այստեղ եւս չի կարող աշխատել, որովհետեւ ամեն դեպքում ունենք մեր առանձնահատկությունները, որոնց մասին շատ ենք սիրում խոսել։ Եվ դրանց համատեքստում շատ կարևոր է, որ ցանկացած մոդել կրթության, որ այստեղ կիրառվում է, նաեւ հիմնված լինի եւ համասեփականատիրության զգացում առաջացնի մեր բոլորի մոտ։ Ինչպիսին է նաեւ կրթության այսօրվա իրավիճակը, եթե թվերով խոսենք, մի քիչ տխուր վիճակագրություն պետք է բերեմ մի քանի հատ, դրա համար ներողություն եմ խնդրում, բայց առաջինը երևի ամենացավալին այն է, որ Հայաստանում 3 երեխաներից մեկը ֆունկցիոնալ անգրագետ է։ Դա մի երկրի համար, որը մարդկային կապիտալը դիտարկում է որպես հիմնական կապիտալ մեր զարգացման համար,
անընդունելի իրավիճակ եւ ես ասում եմ սա պաշտոնական վիճակագրության վրա հիմնվելով ոչ ավելի լավ է իրավիճակը բնագիտական առարկաներից եւ մաթեմատիկայից, այսինքն էլի տեսնում ենք 32, 33, 34% խնդրահարույց է վիճակագրություն այդ առումով եւ նույն ժամանակ ունենք շուրջ 700 թափուր աշխատատեղ ուսուցիչների մեծամասամբ մարզերում, գյուղական համայնքներում եւ սահմանամերձ համայնքներում։ Դա է եղել պատճառը, որ 11 տարի առաջ մենք ստեղծեցինք Դասավանդի հանուն Հայաստանի հիմնադրամը եւ սկսեցինք հավաքագրել պայծառ հրաշալի երիտասարդներ, որոնք 2 տարով գործուղվում են գյուղական համայնքներ, սահմանամերձ համայնքներ, շատերը երբևիցե այդ համայնքներում եղած չլինելով եւ այնտեղ դասավանդում են եւ նաեւ ձևավորում են շատ կարեւոր առաջնորդության հմտություններ աշակերտների մոտ, բարձրացնում են իրենց ինքնավստահությունը եւ ցույց են տալիս, որ կան այլ հնարավորություններ եւ այլ տեսլականներ եւ ձգտումներ եւ երազանքներ, որոնց աշակերտները կարող են հասնել։ Վերադառնալով դեպի մեր նոր դպրոցի մոդել, սերունդ հեղինակային դպրոց, առաջինը կսկսեմ պատմելով հենց սերունդ ծրագրի մասին, որը դպրոցի ամբողջական փոխակերպման ծրագիրն է, 2020 թվականին ենք սկսել այդ ծրագիրը, երևի թե ամենաբարդ տարին ենք ընտրել ծրագիրը սկսելու համար, թե համավարակի հետ կապված եւ թե պատերազմի հետ կապված, սակայն սկսեցինք Դիլիջանի թաղամասում գտնվող մի դպրոցից, որը իրականում փակման եզրին էր գտնվում եւ ինչ տեղի ունեցավ ծրագրի շրջանակներում մեր ծրագրի համակարգողը, որը հենց մեր ուսուցիչների ծրագրի շրջանավարտն է, գործողվեց այդ դպրոց, երևի թե շատ հույս չունենալով, որ կստացվի դա ցանկացած պիլոտային ծրագիր այդ ռիսկերը ունի, որովհետեւ աշակերտները դուրս էին գալիս դպրոցից, կար անվստահություն դպրոցի հանդեպ, սակայն մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, որ առաջին տարվա ընթացքում ծրագրի դպրոցը սկսեց աշակերտներ վերադարձնել, ակադեմիական չափանիշները բոլորը բարձրացան, այսինքն մենք ունեցանք իրավիճակ, որտեղ տենց փակման եզրին գտնվող դպրոցը հանկարծ դարձավ շատ պահանջված դպրոց։ Ինչպես դա տեղի ունեցավ, շատ պարզ եւ շատ բարդ ձևով, մի կողմից մեր համակարգող ծրագրի իմ հրաշալի գործընկեր Անին սկսեց աշխատել տնօրինության հետ, ուսուցիչների հետ, աշակերտների հետ, բայց նույնքան կարևոր է, որ սկսեց աշխատել նաեւ ծնողների հետ ընդհանուր միջավայրը դպրոցում փոխելու ուղղությամբ, ոչ թե ինչը կրթության, այլ ինչպես է կրթության եւ դրա շնորհիվ մենք ունեցանք իրավիճակ, որտեղ այդ դպրոցում հաջողեցինք եւ շատ այլ դպրոցներ միացան ծրագրին, այսօր աշխատում ենք արդեն 17 եւ ավելի դպրոցներում եւ նաեւ շատ սերտ համագործակցում ենք կրթության նախարարության հետ այդ դպրոցների ցանկը ընդլայնելու ուղղությամբ։ Նույն ժամանակ նաեւ հաշվի առնելով այս արհեստական բանականության հեղափոխությունը գաղափար առաջացավ ամբողջովին նոր մոդել ստեղծելու մասին, հեղինակային դպրոցի եւ ինչպես ասեցի, Mindex երկօրյա միջազգային կրթական համաժողովի ընթացքում մեր հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը հայտարարեց, որ սեպտեմբերին մեկնարկելու է այդ դպրոցի աշխատանքը, մեկնարկելու ենք Երևանում եւ սակայն ինչպես մեր բոլոր ծրագրերը մեր ուղղվածությունը միշտ դեպի մարզերն է եւ մարզերն է դեպի շարունակելու լինել կփորձարկենք Երևանում, բան կանենք ամբողջ մոդելի զարգացումը կփորձենք այդտեղ ապահովել, դրանից հետո միանշանակ տարածվելու ենք մարզերում, ներկայացված ենք լինելու բոլոր մարզերում, ըստ մարզի չափի նաև 1 կամ 2 դպրոցներ են այնտեղ լինելու, որոնք լինելու են նորարարության լաբորատորիաներ, բացի հանրակրթական դպրոցներ լինելուց եւ նաև աշխատելու են մյուս սերունդ ցանցի դպրոցների հետ միասին, որպեսզի ապահովենք, որ այն արդյունքը, որ կարողանում ենք գրանցենք այդ դպրոցներում, նաև տարածվի մյուս դպրոցներ։ Ինչի ենք կարծում, որ մեր մոտ սա
կստացվի, որովհետև միանշանակ դրա պահանջը կա, բայց նաև հենց սերունդ մոդելը ցույց է տալիս, թե ինչքան չբացահայտված ներուժ կա մեր ամբողջ երկրում, հա։ Մեր կարգախոսն է արդեն 2015 թվականից, երբ որ սկսեցինք մեր աշխատանքը, որ Հայաստանում ցանկացած երեխա կապ չունի որտեղ է ծնվել, պետք է հասանելիություն ունենա լավագույն կրթությանը, եւ սա այդ էվոլյուցիայի հաջորդ քայլն է, որ մենք միասին իրականացնում ենք։ Նույն ժամանակ կարծում ենք, որ այս մոդելը կարող է աշխատել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Արդյոք դա հավակնոտ գաղափար է, իհարկե, ունենք այդպիսի փորձառություն, որպես Հայաստանում սկիզբ առած ինչ-որ նախաձեռնություն, այո, ունենք, այդ նախաձեռնության անունը Թումո է, եւ ոչ ֆորմալ կրթության ոլորտում Թումոն արդեն ոչ միայն Հայաստանում է ներկայացված, այլ բազմաթիվ այլ երկրներում, եւ մենք բոլորս հպարտությամբ ենք լցվում, երբ որ տեսնում ենք, որ չգիտեմ, Արգենտինայում կամ Ճապոնիայում կամ Գերմանիայում եւ այլ երկրներում բացվում է հաջորդիվ Թումո կենտրոնը։ Մենք վստահ ենք, որ սերունդ հեղինակային դպրոցը ֆորմալ կրթության ոլորտում լինելու է հենց այն մոդելը, որը կարողանալու է զուգահեռ Թումոյին ներկայացված լինել ամբողջ աշխարհում եւ Հայաստանը դիրքավորել ոչ թե որպես փոխառող երկիր այլ տեղերից գաղափարներ բերող երկիր, որը կարևոր է իհարկե, որովհետեւ մենք վակուումում չենք ապրում, բայց նաեւ գաղափարներ ստեղծող եւ նոր մոդելներ ստեղծող երկիր։ Մի նմանություն էլ կա մեր եւ Թումոյի միջև, այն է, որ Թումոյի հիմնադիրն է հրաշալի անձնավորություն Սեմ Սիմոնյանը եւ նաեւ Սեմ Սիմոնյանը մեր խորհրդի նախագահն է, այսինքն մենք ունենք այտենց հզոր աջակից եւ խորհրդատու, որի շնորհիվ որ կարծում ենք, որ այս գաղափարը եւս պետք է հաջողվի։ Ինչպես է աշխատելու դպրոցը, դպրոցը շատ կարևոր է եւ հիմնարար գաղափար է, որ պետք է գործի որպես անվճար հաստատություն, այսինքն բնականաբար հատկապես պիլոտային ծրագրի շրջանակներում շատ սահմանափակ է լինելու տեղերի թիվը եւ դրա մասին հավելյալ կհայտարարենք, սակայն նաեւ դպրոցի տարածմանը զուգահեռ կունենանք նոր հնարավորություններ բոլորի համար դիմելու, որովհետեւ մեր խնդիրը եւս մի էքսկլյուզիվ դպրոցի կառուցումը չի, մեր խնդիրը հանրակրթական դպրոցի վերաիմաստավորումն է, հասանելի բոլորի համար, բայց նաեւ առաջադեմ եւ բաց նոր գաղափարների, հա, որովհետեւ շատ դեպքերում նաեւ ունենք իրավիճակներ, որտեղ անընդհատ փորձում ենք վերադառնալ ավանդական ինչ-որ մեթոդների, որոնք իրենց տեղը վստահաբար ունեն, հա, բայց մի շատ կարևոր հանգամանք կա, որը կարծում ենք ու մեր բոլոր ծրագրերը դա արտացոլում են, որտեղ աշակերտը չպետք է ուղղակի ինֆորմացիա ստացող եւ անգիր անող օբյեկտ լինի ուսուցման մեջ, այլ պետք է լինի երկխոսության հավասար մասնակից, այդ գործընթացի մասնակից եւ ուսուցիչը ոչ թե պետք է լինի էքսկլյուզիվ ամբողջ աշխարհի գիտելիքների տիրակալը, որը այդ անգիրը հանձնարարում է, այլ այս կրթության եւ գիտելիքի բացահայտման ճանապարհին քո հետ գնացող, զուգահեռ գնացող գործընկեր, ընկեր, հա, մենթոր, եւ հենց դրան է ուղղված, կարծում ենք, որ մեր նաեւ արդյունքները թվերով, եթե արտացոլենք, շատ լավ արտահայտում են դա, որովհետեւ օրինակ սերունդ դպրոցներում ունենում ենք 40-50% ակադեմիական աճ, հա, ունենում ենք իրավիճակ, որտեղ մեր աշակերտները իրենք նախագծում են եւ իրականացնում են պրոյեկտներ իրենց համայնքներում, որոնք կոնկրետ համայնքում խնդիր են լուծում, բայց նաեւ ինչքան ինքնավստահություն են բերում եւ ինչքանով են ավել ուշ տալիս, ավելի մեծ բաների ձգտելով հենց իրենց համայնքներում առանց Երևան տեղափոխվելու կամ երկրից տեղափոխվելու, եւ սա է ամենակարևորը, ինչ որ մենք փորձում ենք անել։ Առաջ նայելով երևի թե բոլորս կարող ենք փաստենք, որ ապագան անորոշ է եւ կան շատ
բարդություններ, խոչընդոտներ, դժվարություններ, նույնիսկ այնպիսի բաներում, ինչպիսին միջոցառումներն են։ Օրինակ մեր Mindex միջազգային համաժողովի գաղափարը ծնվեց նրանից, որ նաև Հայաստանում մարտին անցկացվելու էր Teach for All ցանցի, իսկ դասավանդի հանուն Հայաստանին Teach for All ցանցի, որը 65 երկրներում կա, անդամ է, Teach for All-ի համաժողովը պետք է լիներ Հայաստանում մարտի 23-ից 25-ը, հետո եկավ փետրվարի 28-ը, սկսվեց Իրանում պատերազմը եւ համաժողովը հետաձգվեց։ Եվ նույն ժամանակ մենք ինքներս նստեցինք եւ սկսեցինք խորհրդակցել արդյոք արժի նաեւ Mindex-ը հետաձգել, հա, հաշվի առնելով ամեն ինչ որ տեղի է ունենում։ Բայց մի sense խոսակցություն տեղի ունեցավ, որը շատ հետաքրքիր էր, մոտավորապես նրա մասին էր, որ միշտ ճգնաժամ լինելու է։ Ու սա իրականում ինչ-որ ձևով ալեգորիա է այն բոլոր իրավիճակների, որով մենք անցնում ենք, որովհետև ցավոք սրտի իդեալական ժամանակ որևէ բանը անելու համար չկա։ Եվ մենք որոշեցինք եւ առաջ գնացինք համաժողովով, շատ հաջող էր, իրականում շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց համաժողովը, 260 հոգու համար նախատեսված սրահում միջոցառման համար ունենք 1400 գրանցված մարդ, որը շատ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ էին, կրթության, բայց նաև բիզնեսի, բայց նաև միջազգային կազմակերպությունների եւ ուղղակի մեր համակարգացիները, որոնք համակարծիք են մեր հետ, որ կրթության ոլորտը դա ոչ միայն փորձագետների, նեղ փորձագետների խորհրդակցությունների ոլորտն է, այլ բոլորիս վրա է ազդում, որովհետև կրթության հաջողությունը դա բոլորիս հաջողությունն է եւ կրթության ձախողումը բոլորիս վրա ազդելու է անխտիր։ Այսպիսով Mindex-ը տեղի ունեցավ ու անորոշ աշխարհում կարողացանք եւս մի հաջող միջոցառում անել, որը եզակի էր իր տեսակի մեջ եւ առաջինը եւ ամենամյան, արդեն սկսել ենք պլանավորել 2027 թվականի Mindex-ը եւ ինչի եմ նաեւ սա պատմում, որովհետեւ ապագայի անորոշությունների մեջ շատ կարեւոր է, որպեսզի մենք ունենանք մեր ուղեծիրը, մեր ասելիքը, որովհետեւ անորոշությունով, բայց եթե ուղղակի մենք թողենք ամեն ինչ ինքնահոսի եւ տեսնենք թե պատմության քամիները մեզ որ կողմ են փչում, անպայման տեղի կունենա դա։ Նույն ժամանակ նաեւ վերադառնալով ամենասկզբին մեր խոսակցության եւ դեկտեմբերի 8-ին 1985 թվականի շատ կարեւոր է, որ մենք հետ չմնանք արկա իրավիճակից եւ կարողանանք արհեստական բանականությունը դիտարկել որպես այն գործիքը, որը ոչ թե մեզ է կառավարելու, այլ որը մենք օգտագործելու ենք նրա համար, որպեսզի մաքսիմալի հասցնենք մեր հրաշալի սերունդի ներուժը եւ երևի թե վերջին բանը, որ կասեմ սրա մասին, այն է, որ արհեստական բանականությունը որևէ կետում չի փոխարինելու ուսուցչին եւ չի փոխարինելու այն ամենակարևորը, որը որ մարդկային հմտություններն են, որովհետեւ ապագայի աշխարհում միգուցե շատ մեխանիկական աշխատանքներ արհեստական բանականությունը կարողանա անի, բայց մարդկային բանականությունը միշտ պետք է լինի ղեկին, որովհետեւ այն ինչ որ մեզ մարդ է դարձնում, այն է ինչ որ երբեք որևէ մեքենա չի կարող փոխարինել։ Այսպիսով ոչ թե չգիտեմ, արհեստական բանականություն որպես կործանում, արհեստական բանականություն որպես ժամանակավոր խաղալիք, արհեստական բանականություն որպես ուտոպիստական ինչ-որ տեսլականի մի մաս, այլ արհեստական բանականություն որպես գործիք, որը պետք է ծառայի մեր ձեր բոլորիս բարեկեցությանը եւ նրան, որպեսզի որևէ երեխա Հայաստանում չմնա առանց լավագույն կրթություն ստանալու հնարավորության։